Դեռևս աշխատանք չունեցող երիտասարդների գրեթե կեսը համոզված է, որ Հայաստանում աշխատանքի ընդունվել հնարավոր է միայն միջնորդությամբ։ Հետազոտությունն իրականացրել է երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը 2015-ին։ Ըստ հետազոտության Հայաստանում գործատուներն աշխատանքի ընդունելիս գրեթե հավասարապես կարևորում են ինչպես գործնական հմտությունները, տեսական գիտելիքները, այնպես էլ աշխատանքային փորձը։ Գործատուների 41%-ը կարևորում է, թե որ բուհն են ավարտել ապագա աշխատակիցները, իսկ աշխատանքի ընդունվողի պոտենցիալը, մոտիվացիան ավելի փոքր կշիռ ունեն, համապատասխանաբար 18 եւ 10%։ Արդեն իսկ աշխատանք ունեցող երիտասարդների 27%-ը վստահում է աշխատանքի ընդունման համակարգի արդարությանը, 32%-ը մասամբ է վստահում, 16%-ը հիմնականում չի վստահում, իսկ 32%-ը բացարձակ չի վստահում։ Հայաստանում աշխատանք ունեցող մարդկանց ամենամեծ խումբը կազմում են միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցողները, մինչդեռ բարձրագույն եւ հետբուհական կրթություն ունեցողները կազմում են աշխատանք ունեցող մարդկանց մեծությամբ միայն երկրորդ խումբը։ Իդեպ 2014-ի տվյալներով գործազուրկների 1/3-ը բարձրագույն կրթություն ունի։ Գործատուները բարձրագույն կրթական համակարգում տեսնում են երկու մեծ խնդիր՝ շրջանավարտների գործնական հմտությունների պակասը 27% եւ առհասարակ որակյալ կադրերի պատրաստման խնդիրը 21%։ Մասնավորապես թերի են ստացած տեսական գիտելիքները, ուսանողների հանդեպ պահանջների մակարդակը ցածր է։ Գիտաժողովներ, գիտական սեմինարներ, գիտական այլ միջոցառումներ քիչ են կազմակերպվում եւ այլն։ Պաշտոնապես գրանցված տվյալներով Հայաստանում 95,761 մարդ աշխատանք է փնտրում։